Վիկտորյան, Ղարաբաղյան Պետրոպոլի միության նախագահ, հայկվե խորհրդի անդամ։ Այսօր իմ համար եւ իմ զինակից մարտական ընկերների համար իրականում տոնն է։ Ի տարբերություն շատ-շատերի, որոնք որ նշում են հոլոկոստի տոնը։ Մեր բանակի տոնն է, մեր բանակը եղել է փառապանծ բանակ։ Իհարկե վերջին 44 օրյա պատերազմի ընթացքում որոշ մարդկանց մոտ ըմբռնում կա, որ բանակը պարտվել է, իրականում բանակը չի պարտվել, պարտվել է մեր իշխանությունները եւ բանակը պատրաստ է յուրաքանչյուր ժամանակ մեր սահմանները պահպանելու, պաշտպանելու եւ այսօր մենք եկել ենք այցի այն տղաներին, որոնք որ իրականում 44 օրյա պատերազմի ընթացքում ապացուցեցին, որ իրանք կարողացել են պայքարեն 5-6 պետության բանակների դեմ ու հաղթող դուրս գան, փառքով այսօր իր պատվով յանց սուրը դնեն պատյան։ Եվ մենք պետք է պարտավոր ենք մշտապես ոչ միայն նման օրեր, այլ մշտապես այցելել մեր տղաներին, մեր հարգանքի տուրքը մոտեցեք մեր տղաներին եւ խոստանանք մեր տղաներին, որ իրանց գործը կիսատ չենք թողնելու, որ գալու է ժամանակը, որ մենք դեռևս իրավիճակ ենք փոխելու, հետ ենք բերելու մեր կորցված տարածքները, վերականգնելու ենք մեր իշխանության հզորությունը եւ մեր ազգի անունը, որը որ գետնով են տվել։ Ըստ ձեզ ինչու հունվարի 27-ը սահմանվեց հիշատակի օր, որն էր նպատակը բանակի օրվա նախորդ օրը նման այս իշխանությունները ոչ մի նմանատիպ օրեր հենց այդպես չեն անում, իրանք եւ նաեւ ոչ թե իրանք չեն անում, իրանք ինձ թվում է հենց դելադրանքով էլ անում են, որովհետեւ նախ Իսրայելը չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, մենք ճանաչում ենք հայոց ցեղասպանությունը, քիչ չի եւ նաեւ այս օր ենք նշում, օր ենք նշանակում, որ հոլոկոստի եւ ժողովրդի մոտ չեն հայտարարում թե դա ինչ օր է, ժողովրդի մոտ իբր ոչ աշխատանքային օր, որպես հիշատակման օր, ասենք մոլորության մեջ ենք ասում ժողովրդին, բայց պետք է բարձրացնենք, որ դա հոլոկոստի օրն է եւ այսինքն այսօր խի զինված ուժերի ներկայացուցիչները կամ իշխանությունները այստեղ չեն։ Այսօր է մեր բանակի օրը։ Ինչու չեն այսօր եկել, որ եկել են 3, այսինքն հոլոկոստ են նշում։ Մեր տղաների արյունը թափած օրով իրանք հոլոկոստ են նշում, թող նշեն, իրանք քիչ ժամանակ է մնացել, շատ քիչ ժամանակ է մնացել։